Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն «Պոակը» ներկայացնում են։ Քո արվեստը դպրոցում։ Այսօր մեզ ճանապարհը դեպի մայրաքաղաք Երևան տարավ։ Օրվա հյուրը երաժիշտ, դիրիժոր Սեդրակ Երկանյանն է։ Սեդրակ Երկանյան, երաժիշտ, դիրիժոր։ Ծնվել է 1954 թվականին Գյումրիում։ 1970 թվականից ապրում է Երևանում։ 1963-ից 1969 թվականներին սովորել է Գյումրու Նիկողայոս Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցում։ 1970 թվականին տեղափոխվել է Երևան և ընդունվել Չայկովսկու անվան երաժշտական միջնակարգ մասնագիտական դպրոց։ 1973-ից 1978 թվականներին սովորել է Կոմիտասի անվան կոնսերվատորիայում դաշնամուրային բաժնում։ 1992 թվականին ավարտել է Երևանի կոնսերվատորիայի դիրիժորական բաժինը։ 1993-ից 1995 թվականներին եղել է Հալեպի Զվարթնոց երգչախմբի, իսկ 2004-ից 2005 թվականներին Երուսաղեմի Սուրբ Հակոբյանց վանքի ճեմարանի երգչախմբի խմբավար։ 1994 թվականից մինչ օրս Հայաստանի Տաղարան հնագույն երաժշտության համույթի գեղարվեստական ղեկավարն ու դիրիժորն է։ 2002 թվականին Սեդրակ Երկանյանին շնորհվել է Հալեպի հայ կաթոլիկ եկեղեցու Զմյուռնիա հուշամեդալ։ 2012 թվականին երաժշտության ոլորտում ցուցաբերած բարձր վարպետության, ինչպես նաև մշակույթի զարգացման գործում ունեցած մեծ վաստակի համար Սեդրակ Երկանյանին շնորհվել է Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործչի կոչում։ Այս տաղանդավոր պատանու խոր երաժշտականությունն ու կատարման բացառիկ անկեղծությունը դեռ կստիպեն խոսել իր մասին։ Արամ Խաչատրյանը Սեդրակ Երկանյանի մասին։ Մեր վերջին ակադեմիական համերգը նվիրված էր մեր ամենասիրելի, բոլորիս անունից ասեմ էլի, հատկապես ծնողների, մեր ուսուցիչների, պապիկների, հարազատների, ամենասիրած երգաստեղծներից մեկի 115-ամյակը Գուսան կամ Աշուղ Շահենի։ Աննկարագրելի բարության տեր մարդ, խոր իմաստուն, տիեզերագետ, երաժշտական բժշկագետ, ինչ գետ կա, կարելի է Շահենի համար ասել, որովհետև ինքը ծով գիտելիքներ ուներ, ու ես նվաստս բախտ եմ ունեցել իր հետ ջահել ժամանակ բարեկամ լինելու, իրենց տանը հաճախ լինելու, իրեն շատ լսելու, իրեն շատ հակաճառելու։ Հիմա լսենք իր երգերից մեկը, Զեփյուրի նման, Լուսինե Մարկոսյան։ Sarelitzki çöl
նստեմ քո դրա սիրուց մարած ասպետի նման դուրս կդարե քո այգու դրա ու քեզ կհասկեմ գիշերու ցերեկ մենակ թե յարճակ շուտ-շուտայի գիրիկ ու նայեմ ես քեզ կարոտես արնեմ սիրուցը թարփած մեռնեմ քո որ նայեմ ես քեզ կարոտես արնեմ քո սիրուց հարբած մեռնեմ քո Մենք հիմա քիչ-քիչ մոտեցանք մեր ելույթի ավարտին, եթե համբերություն ունեք, եւս երկու հայկական, ժողովրդական, տարիքը չեմ իմանում, երգ։ Առաջինը, վզնոցդ ես եմ նախշել, ես չէ, ով որ նախշել է։ Բեմ հրավիրեմ մեր երգիչ երգչուհիներին, կամ երգչուհի երգիչին։ Երգչուհիներ երգչին Գալինա Ցոլակյան, Լուսինե Մարկոսյան եւ մեր Հովսեփ Նշանյան Որ երգներ Վզնոցդ ես եմ նախշել Dum 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 ras ba dum 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 Հլտեսեք ինչ մեղեդի է գրում է ես չեն Վզնոցդ ես եմ նախշել Սրտիս հետ քեզ եմ բաշել, բոյով չսիրեմ կա, սիրում չսարգեմ կը շախով կել եմ յարաս Գնացիր եկար բարով, իմ յարը են սարին է, հնձի դվիր շերքարով, յար սիրելու դարին է Սիրուն աղջիկ ծավոտ թուղ բայրել է ջաննոնո, սրտիցս մի հանեցում բայրել է ջաննոնո Չոքեմ չակ մեկըտ կաշեմ, բոյով չսիրեմ կա, սիրում չսարգեմ կա, բայիմ անուշ յարաս Ենասարը դացեն եմ, իմ յարը են սարին է, քարը գլխիս բացեն եմ, յար սիրելու դարին է Սարի դակին բաղախ բյուր վայլել է ջաննոնո, մեկ դու խորել, մեկ ինձ դու վայլել է ջաննոնո Բերմազերը թացանեմ, սրտիս մոտի յարաս Սարեմ բաղթըր բացանեմ, բոյով չսիրեմ կա Սիրում չսարգեմ կա, վայիմ լոթի յարաս Գլխակը սուր եմ դրել, իմ յարը սարին է,
աչքս էլ դուրն եմ դրել, յասիրելու տարին է, անցի դուր կարմիր նուրը, վայլելել է ջանդոլա, հանեսը դիս մարմուրը, վայլելել է ջանդոլա։ Եվ մեր վերջին երգը էլի հայկական, բայց մի հայկական պատմության մի շրջան, որը հայտնի է Կիլիկիայի թագավորություն անունով։ Գիտեք որտեղ է։ Որտեղ է գտնվում։ Միջերկրական ծովի ափին։ Բարերք Մուսա լեռան, Մուսա լեռն էլ գտնվում էր Կիլիկիայում։ Ճիշտ է։ Լսենք, բարերք Մուսա լեռան։ Հնարավոր է ոչ մի բան էլ չհասկանաք, որովհետև իրենց բարբառը հայերեն է, բայց բան չես հասկանում։ Կերմեր ֆստան հեկուձե։ Ինչ է նշանակում։ Կերմեր ֆստան հեկուձե։ Կարմիր շոր է հագել, կերմերը կարմիրն է, ֆստանն էլ թուրքերը գողացել են, կերմեր ֆստանը շորն է, հեկուձեն էլ հագել է, հագած է, լսենք, ինչ ըմբռնեցինք, Կերմեր ֆստան հեկուձե, հելը նինայե, Չուցել եղ որ վիրուձե, հելը նինայե, Չուցել եղ որ վիրուձե, հելը նինայե, Կերիցի բայեցացե, հելը նինայե, Բրնի շավին նեսուձե, հելը նինայե, Բրնի շավին նեսուձե, հելը նինայե, Կերմեր ֆստան հեկուձե, հելը նինայե, Չուցել եղ որ վիրուձե, հելը նինայե, Չուցել եղ որ վիրուձե, հելը նինայե, Կերիցի բայեցացե, հելը նինայե, Բրնի շավին նեսուձե, հելը նինայե, Բրնի շավին նեսուձե, հելը նինայե, Կիրնիր երծուցը, հելը նինայե, արկր երծուցը, հելը նինայե, արկր երծուցը, հելը նինայե, Իտիվտուն է միրեկի, հելը նինայե, միրեկին ով ճիրեկի, հելը նինայե, միրեկին ով ճիրեկի, հելը նինայե, Որն է այն ամենամեծ ազդեցությունը, որ փոխել է ձեր արվեստի մոտեցումը։ Ամենամեծ ազդեցությունը եղել է իմ ընտանիքը, որտեղ ես մեծացել եմ, որտեղ անընդհատ երաժշտություն է հնչել եւ իմ մեծ եղբայրն ու քույրը ինձանից առաջ ընկնելով գնացել են երաժշտական դպրոց։ Որն է ձեր համույթի հիմնական առաքելությունը։
մեր համույթի առաքելությունը առաջին իսկ օրվանից հայ հոգևոր եւ աշխարհիկ, ինչպես նախաբանում ես ասեցի, երգերի կատարումն է, բեմ բարձրացնելն է, հնարավորինս տարածելը, զարգացնելը։ Մեր առաքելության մեջ կա նաև հսկայական տեղ ուշադրություն դարձնելու եվրոպական, հատկապես միջնադարյան եւ բարոկ շրջանի երաժշտությունը։ Իսկ ձեր ամենասիրած գործիքը ո՞րն է։ Որով եք ամենաշատը սիրում նվագել։ Իմ առաջի մասնագիտությունը եղել է դաշնամուրը։ Ես իրեն շատ եմ սիրում։ Իսկ ինչ լեզուների եք դուք տիրապետում կամ ինչ լեզուների կուզենայիք տիրապետել։ Տիրապետում եմ արևելահայերենին, տիրապետում եմ արևմտահայերենին, մի քիչ տիրապետում եմ գրաբարին, բայց կուզենայի, որպեսզի աշխարհի բոլոր լեզուներով խոսեի։ Դուք մանկությունից հասկացել եք եւ ընտրել եք այդ ճանապարհը, արվեստի ճանապարհն եք մանկությունից ընտրել եւ հասկացել, որ դուք պետք է ձգտեք այդ ճանապարհով գնալ եւ դառնալ այն, ինչ հիմա կաք։ Սովորաբար պատմությունները նման են լինում։ Փոքրուց խենթացած էի նկարչության կամ երաժշտության ու ես որոշեցի, բայց իմ մոտ մի քիչ ուրիշ ձևի ստացվեց, որովհետև ես խենթացած էի քիմիայով, խենթացած էի ճարտարապետությամբ, տանը ստեղծել էի քիմիայի լաբորատորիա ու հաճախ պայթյուններ էր տեղի ունենում խոհանոցում ու ինձ վռնդեցին տնից դեպի Խորդանոց, այնտեղ սկսեց քարածուխը կրակառնել, հա, հետո զգացի, որ կարող է դուրսը մնամ, թողեցի, փորձերս թողեցի, թեև մի հատ քիմիական լուծույթ էի ստեղծել, որ անգամ քիմիայից ուսուցիչը չէր հավատում, որ դա կարելի է ստեղծել։ Ու ինձ միշտ 3 էր դնում։ Բայց ես այդ լուծույթը սարքեցի, տարա, ցույց տվեցի, ինքը պապանցվեց։ Այդ օրվանից թողեցի քիմիան։ Իսկ ձեր տարիքին էի կամ ավելի փոքր, ամբողջ Գյումրին ոտքի էի տալիս, ես այնտեղ եմ ծնվել, այն ժամանակ լենինական էր կոչվում։ Ու հատակագծում էի բոլոր աչքիս ընկած նշանավոր տները, առանձնատները, շենքերը, բայց էդ էլ չօգնեց, որ ես ճարտարապետ դառնամ։ Ինձ օգնեց իմ հերթական երաժշտության ուսուցչուհին, որ իմ մեջ արթնացրեց քնած երաժշտին։ Ու ես մինչև այսօր այս կողմից այդ ուսուցչուհին է, որ անընդհատ ասում է, այս մեկը սենց չանես, այս մեկը սենց կանես։ Այս մի կողմում էլ իմ տատս է, հրաշալի մի աղավնի։ Այ ուղեկիցները, 2 հրեշտակներ, անընդհատ ուղեկցում են ինձ, շնորհակալություն։ Իմ հարցը կայանում է հետևյալում. դուք արդեն, ինչպես նշեցիք, 67 տարի է զբաղվում եք երաժշտությամբ ու ձեր այդ ամբողջ երկար տարիների փորձի ընթացքում հավանաբար դեպքեր պատահել են, երբ դուք հիասթափություններ եք ապրել կամ ձեր այդ ամբողջ փորձի ընթացքում ինչ որ վատ կողմերից ասած անհաջողություններ եղել, այդ դեպքերից կարող եք պատմել, եթե իհարկե եղել են ձեր կյանքում, որ հիասթափվել եք, չեք ուզել եք շարունակել երաժշտությունը կամ ինչ որ այդպիսի դեպք եղել է ձեր փորձում։ Անհաջողությունները եղել են ոչ թե իմ պատճառով, այլ իդեմ ինձ։ Բայց ինչ էլ եղած լինի, ես երբևէ չեմ հրաժարվել ու չեմ էլ հրաժարվելու, բոլոր տեսակի որոգայթներից չեմ խուսափելու եւ շարունակելու եմ իմ գործը, որ սկսել եմ ոչ թե 67 տարի առաջ, այլ 63 տարի առաջ։ Որն է ձեր ամենաջերմ հիշողությունը մանկությունից։ Իմ ամենաջերմ հիշողություններից մանկության բացի ծնողներին սիրելը, ես խենթի պես սիրել եմ իմ տատիկին, աղավնի տատիկին, որովհետև ինքը Նարեկի պաշտամունքը իմ մեջ սերմանեց։
Որն է ձեր ամենաջերմ հիշողությունը դպրոցական կյանքից։ Դպրոցական կյանքից ամենաջերմը երաժշտության իմ հերթական ուսուցչուհին էր Վալերիա Ասիևսկայան, որ իմ մեջ արտացրեց քնած երաժշտին։ Որն է եղել դպրոցական ամենասիրելի առարկան։ Դպրոցում իմ ամենասիրելի առարկան գոնե մինչև 8-րդ դասարանը եղել է քիմիան։ Եթե նորից հնարավորություն ունենայիք մասնագիտություն ընտրելու, ինչ կընտրեիք։ Այդ հարցը միշտ էլ հետապնդել է ինձ, որովհետև փոքրուց համ նկարել եմ, համ գրել եմ։ Ու այսօր իրենք ինձ հետ բարեկամի նման ճամփորդում են։ Ով է ամենամեծ դերն ունեցել ձեր մասնագիտության ընտրության հարցում։ Մորաքույրներս։ Երբ որ ես լավ չէի պարապում դպրոցում, ինձ միշտ օրինակ էին բերում Վան Կլայբերնին, որ այդ տարիներին աշխարհի բոլոր մորաքույրների ինքը սիրելին էր։ Իրենք ցանկանում էին, որ ես իր նման դառնամ նշանավոր դաշնակահար։ Եթե հնարավորություն ունենայիք ընտրելու մեկ օր ձեր անցյալից կամ ապագայից, որ օրը կընտրեիք։ Ես այնքան կուզենայի, որ անցյալի հիշողությունները կապված ծնողներիս եւ տատիկիս հետ մի օր դեմ առ դեմ լինեին ապագայում։ Եթե հնարավորություն ունենայիք ճամփորդելու ժամանակի եւ տարածության մեջ, որ ժամանակը կընտրեիք եւ ուր կգնայիք։ Շատ կուզենայի լինել գոնե վերջի օգնող աշակերտը Լեոնարդո դա Վինչիին։ Մանկության ինչ երազանք եք իրականացրել մեծ տարիքում։ Ի վերջո ես կարողացա այսօր քննություն բռնել եւ արդարանալ երբեմն նաեւ խոհանոցում։ Ինչն է ձեզ խանգարել ապրել այնպես, ինչպես երազել եք։ Ամոթ խածությունը իմ կյանքում շատ արգելակիչ դեր է կատարել։ Նու մեզ սովորեցնում էին ամոթ խաց լինել, ամաչել եւ այլն, բայց կյանքը ապացուցեց, որ այդքան ամոթ խաց լինելը հեչ լավ բան չի։ Եթե հանդիպեիք ինքներդ ձեզ մանուկ հասակում, ինչ խորհուրդ կտայիք ապագայի համար։ Կասեի բարև։ Շնորհակալ եմ, որ հանդիպեցիք ես։